Ու մի բան էլ մի անգամ ասեցի, մի անգամ էլ եմ ուզում ասեմ։ Այն մարդիկ, ովքեր հիմա ծափ են տալի, այս սրացմանը ծափ էին տալի նաև Ադրբեջանի 20 թվականից առաջ Ադրբեջանի հետ սրացմանը ու հետևանքներից հետո էլ ասում են պետությունը այս ճանապարհով գնաց, խի գնաց, մենք մեզ խղճում ենք։ Մեզ խղճալ պետք չի, պետքա ճիշտ քաղաքականություն վարել։ Երկրորդ բանը, երեք ինչ-որ բարեգործության հետ կապված հայտարարություն է արել։ Ինչ անենք։ Այո, ինչ անենք։ Չանենք բարեգործություն։ Իրապես բռնենք մարդ բռնել տանք ամբողջ օրը, երեխեքին առանց հեր մի քանի ամիս թողենք, հա, ինչ անենք։ Մարդ բռնել տանք ամբողջ օրը իրապես, որ լավ զգանք, որ ինքը ասեցի լավ է։ Մի հատ ցույց է տալիս, որ այդ փորձը իրապես ինքը ավել լույս է գրել դպրոցների վրա։ Իրապես կպատասխանեմ։ Իրապես պետքա ուղակի նստեինք հայկական ժամանակի գրասենյակում ու բոլորի անունով բան գրեինք, թե ինչ որ քայլ անեինք։ Ինքը դեռ հարկերի առումով խնդիրներ ունի, շատ լրատվամիջոցներ էս բային այդ խնդիրները չունեն։ Ինչ վերաբերվում է մոտեցմանը բարեգործության, իրպես լինենք մենք, մարդ բռնել տանք, որ իրան դուր գա։ Ինչա իրա ուզածը, ինչա իրա երկրում բարեգործությունն է, այն երկրում, որտեղ ինքն է ապրում։ Դրա մեջ ասում եմ, միտեղ գնացի դարպասները վատ էր։ Հայկական ժամանակի դարպասները տեսել եք։ Թող գնա հայկական ժամանակի դարպասներով զբաղվի։ Այն ինչ որ Իրանը չի, իմը չի, Իրանն էլ չի։ Սեփականությունը այդ գործարանի, որը ինք ուզում է պետականացնի, Իրանը չի էտի, պետությանն էլ չի, ամենալավ մարդունն էլ չի, իմն էլ չի, էտի, այդ գործանի սեփականատիրոջն է։ Նկատնակ Արարատ։ Այո, ու ընդհանրապես մարդու ունեցվածքը, էտի այդ մարդու սեփականությունն է։ Սեփականազրկենք մարդկանց։ Իրապես գնանք սեփականազրկենք, ինչ է իր ուզածը։ Այս ամբողջ process-ի մեջ ինք ուզում է բոլորս իրապես լինենք, որ նստենք ու ընդհանրապես ուրիշներին ասելուց առաջ ինքը մի հատ Իրանը թող նայի։ Ասում եմ զանգել եմ, ասել եմ դարպասները բանը, դարպասները լավը չի։ Հա մի հատ հիշի որտեղ ես դու աշխատել, քո դարպասները հիշի։ Այդ մարդը 100 հատ սարքել է։ Քաղաքականապես ոնց ուզում ես վերաբերվի։ Բայց 100 հատ տենց բան է սարքել։ Բարի կարգել է գործարը, մի անուն դիր։ Ամեն ինչին դնում անուն է դնում։ Պարոն Կարապետյան, այն մեղադրանքները ա ձեզ ուղված, որ հավելագրումներ արել հեծը դպրոցների վրա եւ ասում է պայուսակներ այդ հավելագրումը։ Մի մոտապես 6 ամսվա ընթացքում 40 թե 50 մարդ են կանել աշխատանքից դրա համար։ 30 մարդու հետ կապված եղել է ծառայողական քննություն։ Վերադարձվել է ավելի շատ գումար այդ հավելագրումներով պայմանավորված մեր քննության ժամանակ, քան իրենք են արել։ Հիմա չգիտեմ, ես վերջի 4-5 ամիսը աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով չեմ ուսումնասիրել, բայց մինչև այդ մեր 6 ամսվա ընթացքում նախորդ տարվա ու իրենց մենք հավելագրում ավելի շատ էին գտել։ Հավելագրումը լուծելու միակ ճանապարհը էդի սմարթ հաշվիչներն են։ Դնում ես հաշվիչը ավտոմատ ցույց է տալի բազային։ Դուք պնդում եք, որ առանց հեծի սեփականատերերի իմացությանն են այդ հավելագրումները։ Այսինքն այսօր հավելագրումներ, շատ հավելագրումներ կան։ Այսօր ուրեմն իր իմացությամբ հավելագրում է արվում։ Եթե իր իմացությամբ, ուրեմն այդ հավելագրած գումարը գնում է իր տուն։ Դուք տեղյակ չեք եղել ոչ։ Մենք տեղյակ ենք եղել, որ խնդիր կա։ Իհարկե տեղը առաջի օրվանից հեծի ձեռքբերումից մենք տեղյակ ենք եղել այդ խնդրի մասին։ Մի քանի անգամ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ես էլ եմ նշել այն ժամանակ, երբ որ կառավարման process-ի մեջ ներգրաված էի։ Ես էլ եմ նշել, որ կա խնդիրներ, մի քանի խնդիրներ կար։ Թեր գրանցում հավելագրում։ Ինչպես է տեղի ունեցել դա։ Մեկից թեր գրանցել են, մյուսին հավելագրել են։ Հեծը դրանից ոչ մի օգուտ չի ունեցել։ Ունեցել է մեկին թեր գրանցում են, մյուսին հավելագրում են։ Դրա համար գտել ենք սմարթ հաշվիչների համակարգ, որը տարածաշրջանում ունիկալ է։ Ստեղծել են գործարան։ Գործարանը այդ սմարթ հաշվիչները մատակարել է, այս բան 700,000 մարդ սմարթ հաշվիչներով է ստանում իր էլեկտրականության վճարը։ Այդ դրա արդյունքում կորուստներն են նվազել, հավելագրումներն են։ 300,000 մարդ դեռ սմարթ հաշվիչներով չի ստանում։ Այդ իսկ պատճառով կա հավելագրում։ Գնում ես սմարթ հաշվիչները դնում ես, հավելագրում չի լինում, չես ելնում անպատասխանատու քաղաքական հայտարարություններ անում։ Պարոն Կարապետյան, երեք նաև